Ինչ զգացողություն ապրումներ ունեցաք, երբ որ ձեր խոսքի մեջ դուք նկատեցիք, դե հիմա շատ է խոսում, որ շատ են կեղծել ձայները, եթե անգամ ստացել է Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 50,000 կամ 100,000 ձայն, ինչ զգացողություններ ունեցաք։ Ես անկեղծ ասած այս անգամ ինչ վիճակում դժվար է, բարդ է դուրս գալ հասարակություն, շփվել հասարակության մեջ, որը երրորդ անգամ վերարտադրել է որդուդ կրկնում եմ մահվան տարած հրեշի հետ։ Իրանցից յուրաքանչյուրի վրա ես տեսնում եմ իմ տղայի արյունը եւ այն 5000 տղաների արյունը, որը այս մարդիկ ամեն օր ուրանում են, ամեն օր դավաճանում են, դժվար է։ Ես մի բան ասեմ, չգիտեմ արժե ասել այս մասին շատ անձնական է, բայց հունիսի 8-ի առավոտյան որ աչքերս բացեցի մի հարց տվեց։ Մի հարց եկավ ուղղակի ուղեղիս մեջ, ասեցի Մարիամը ոնց կարողացավ հետո շարունակել ապրել այն ժողովրդի հետ, որը խաչել էր իր որդուն, Քավլիցի Մարիամի հետ համեմատություններ չեմ ուզում ասենք եւ այլ Հիսուսի, բայց Աստվածաշնչի կերպարները շատ իրական մարդկային կերպարներ են եւ այդ յուրաքանչյուր պատմությունը նրա համար է, որպեսզի մենք որպես օրինակ ունենանք մեր աչքի առաջ եւ որպես պատասխան ես ստացա, որ այն մարդիկ, Մարիամին օգնեցին այն մարդիկ, Մարիամը ապրեց այն մարդկանց հետ, որոնք հասկացան Հիսուսի զոհաբերությունը, որոնք գիտակցեցին այդ արյան գինը եւ հետո անգամ իրենք կյանքը տվեցին այդ զոհաբերության արժեքը հետո աշխարհին քարոզելու համար, էլի, եւ ուզում եմ ասեմ, շատ դժվար է դուրս գալ, շփվել, ասում եմ, մարդկանց հետ, որոնք այն բութ գործիքն են դառնում ամեն անգամ, որը քեզ հերթական անգամ սպանում է։ Մենք մեր տղաներից տարբերվում ենք նրանով, որ իրենց սպանել են մի անգամ, մեզ իրենցից հետո ամեն օր սպանում ենք։ Մենք ապրում ենք մի երկրում, մի հասարակության մեջ, նույն խոսքը այն ծնողներն է վերաբերում, որոնք գիտակցում են ինչա կատարվել, հասկանում են եւ իրենց երեխեքի արյունը աշխատավարձի կամ չգիտեմ, մի Նիկոլ Փաշինյանի մի ժպիտի հետ չեն փոխել կամ մի գրկախառնության կամ մի կոմպլիմենտի հետ, որ դու վարչապետ ես։ Մեզ ամեն օր են սպանում, 6 տարի շարունակ մեզ ամեն օր այս հասարակությունը սպանում է։ Սպանում է իր ուրացումով։ Ամեն օր ուրանում են այդ երեխեքին, ամեն օր ուրանում են այդ հողը, որը նրանք պաշտպանել են, ամեն օր ուրանում են այն արժեքները, որոնք պահելու համար այդ երեխեքը զոհաբերվել են ու կապ չունի գիտակցաբար, թե նույնիսկ ոչ գիտակցաբար, որտեղ 18 տարեկան զորակոչված երիտասարդը դու չգիտես ինքը գիտակցության որ աստիճանում է, բայց իմփաստը որ իրանք հենց այդ գործի մեջ են նահատակվել, արդեն իրանց դարձնում է անմահ։ Ինչի համար եմ ասում, բայց նաև ինձ ուզում եմ ասեմ մենք ուժ ենք առնում են մարդկանցից, որոնք այնուամենայնիվ կան, քիչ չեն, շատ են, եւ ես կարծում եմ, որ այս անգամ անհամեմատ ավելի շատ են, մենք բոլորս գիտենք, այս ընտրությունները կեղծիքների աննախադեպություն է, այս ընտրությունները կեղծվել են 2021 թվականի ընտրությունների հաջորդ օրը, այս ամբողջ ընթացքում այս հասարակությունը պահվել է վախի, հետապնդումների, որ ցանկացած ընդդիմադիր հայացքներով մարդ անպայման հետապնդվել է, անպայման ցանկացած գրառման համար, մենք գիտենք հենց հիմա շարունակում են, երբ որ մարդիկ իրենց հայացքների համար, մեկ գրառման համար անգամ հիմա չեն է թաքցնում, բաց է այդ ամբողջը, եւ այդ ամեն ինչին հավանություն են տալիս արտաքին ուժերը, որոնք այս ամեն ինչում ունեն բնականաբար իրենց շահերը, ես ասում հայկական ծիրանը գուցե այսօր Եվրոպա չհասնի, բայց Հայաստանում կա այսօր մի ապրանք, որը անսպառ ծավալներով հնարավոր է արտահանել։ Հնարավոր է արտահանել եւ արևմուտքը դրա համար շատ բարձր գին է վճարելու։ Եվ այդ ապրանքը հակառուսականությունն է։ Դա մի ապրանք է, որի դիմաց վճարելու են սրանց եւ այն բացը ժողովուրդը փորձելու են լրացնել այն նյութական բացը, բայց ես կարծում եմ նաեւ, որ ժամանակն է, ես դա շատ վաղուց եմ ասել, անկեղծ ասած այս ընտրություններից հետո ուղղակի ես համոզվեցի դրանում, դրա համար ինչ որ առումով հիմա ավելի հանգիստ եմ։ Այս ժողովուրդը, Նիկոլին վերարտադրած ժողովուրդը ինքը պիտի անպայման առերեսվի իր ընտրության հետևանքների հետ։ Եվ մենք մարդիկ, որոնք 6 տարի շարունակ, 5 տարի շարունակ պայքար են մղում, ընդդիմադիր դաշտում տարբեր հարթակներում, տարբեր ձևաչափերով,
պիտի այդ երկուսին թողել դեմ առ դեմ։ Ես չեմ ասում պիտի ընդդիմությունը ոչինչ չանի, մենք է ոչինչ չանենք։ Ես իմ կռիվը շարունակելու եմ, որտեղ իմ կռիվը իմ երախոն մահվան տարած հրեշի դեմ է։ Ես իրեն չեմ հանդուրժելու։ Ինքը հանցագործ է եւ այդ հանցագործը պիտի պատժվի։ Անկախ նրանից ես այս պահին ինչ գործիք կունենամ։ Իմ ձայնը կլինի քվեատուփում, թե այս խոսքը կլինի հիմա այս եթերում, չգիտեմ, բայց այն գիտակցումը, որ ես գիտեմ ինքը ով է, իմ համար դա շատ մեծ արժեք է։ Այն գիտակցումը, որ ինքը երբեք ինձ չի խաբել, որ ես միշտ իր կեղտոտ արարավոր էությունը տեսել եմ եւ ինքը ոչ մի վայրկյան ինձ չի կարողացել մոլորեցնել, դա ինձ համար կարեւոր արժեք է, եւ ես քանի շնչում եմ, թույլ չեմ տալու, որ այդ անարդարությունը այդպես սովորական հալած յուղի տեղ անցնի։ Պայքարելու եմ, բայց թույլ տալով ինչ որտեղ մի քիչ հետ քաշվելով, որպեսզի, ասում եմ, իրեն վերարտադրած հանրույթը առերեսվի իր ընտրության հետ։